Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կառավարության որոշմամբ Հայաստանում առաջին անգամ կանանց զորակոչ է հայտարարվել։ 2025-ի ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչվում են օրենքի համաձայն մինչև 2025-ի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած Իգական սեռի քաղաքացիները։ Նրանց զորակոչն իրականացվում է բացառապես կամավոր հիմունքներով։ Ձմեռային զորակոչը հայտարարվել է նոյեմբերի 24-ից 2026-ի հունվարի 31-ը։ Զինված ուժերի համալրում, այդ թվում կամավոր զորակոչված Իգական սեռի քաղաքացիներով իրականացվելու է 26 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը։ Սա առաջին անգամ է, երբ Իգական սեռի քաղաքացիների զորակոչը հստակ կարգավորում է կառավարության որոշմամբ, որպես ձմեռային զորակոչի անբաժանելի մաս։ Նախկինում թեև օրենքով նախատեսված էր կանանց կամավոր զորակոչի հնարավորությունը, կառավարության որոշումներում այն առանձին չէր ամրագրվում։ Հայաստանում տարիներ շարունակ խոսվում է ռազմաարդյունաբերության ոլորտի խնդիրների մասին։ Բյուջեով սահմանված գումարները ժամանակին տրամադրվում են հայրենական զենքի մշակման համար, սակայն տարեվերջին պարզվում է, որ այդ գումարները չեն ծախսվել։ Ներկայացվում են տարբեր պատճառաբանություններ, որոնք այնքան էլ էական չեն։ Եթե հաշվի ենք առնում, որ հարևանները, որոնց հետ մենք պատրաստվում ենք խաղաղություն կառուցել, շարունակում են սեփական տարածքներում նորանոր ռազմաարդյունաբերական գործարաններ կառուցել։ Գործադիրը խոստացել էր, որ հետևողական է լինելու, որպեսզի ռազմաարդյունաբերությանը հատկացված գումարները ծախսվեն ըստ պատշաճի, սակայն կառավարության վերջին որոշումը չի խոսում դրա մասին։ Կառավարությունը իր 1641 որոշմամբ ռազմաարդյունաբերության զարգացման ծրագրից կրճատել է 3 միլիարդ 200 միլիոն դրամ եւ ՏՏ ոլորտին նախատեսված պետական աջակցության ծրագրից կրճատել է 3.8 միլիարդ դրամ։ Տարիներ շարունակ ամեն անգամ, երբ ոլորտին առնչվող այս խնդիրն է բարձրացվում, ասում են կառավարությունը գործ է անում, բայց գաղտնիք է բացահայտելը, թե ինչ է արվում։ Ինչ վերաբերում է ռազմաարդյունաբերությանը հատկացված գումարները ծախսելուն, ապա պատճառաբանում են, թե անհրաժեշտ նախագծեր չեն լինում ֆինանսավորելու համար։ Մասնագետները սակայն պնդում են, որ կան ընթացիկ բազմաթիվ նախագծեր, որոնք ֆինանսավորման սուր կարիք ունեն։ Հոդվածներից մեկը դա ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքներն են, պարզ լեզվով ասած նոր զենքի սպառազինության նմուշների մշակումը։ Մյուս հոդվածը դա փորձանմուշների արտադրությունն է, պարզ լեզվով ասած այն ամենը, ինչ ընկերությունները ստեղծել են իրենց ուժերով, դրանց փորձանմուշներ ստեղծել, զորային փորձարկումների տանել, որպեսզի հասկանալի դառնա, պարզ դառնա, ասենք այդ փորձարկումների ընթացքում դրանց արդյունավետությունը, կիրառման սահմանները, կիրառելիությունը եւ այլն։ Դեռ այս տարեսկզբին կառավարությունը վերանայել էր ռազմաարդյունաբերական նախագծերի ֆինանսավորման կարգը։ Նոր կարգավորումներ էին սահմանել, որոնց համաձայն էլ այլևս ընտրվում են նոր զենքի նմուշների նախագծերը, ֆինանսավորում, դրանց հետագա զարգացումը, փորձանմուշի արտադրությունն ու փորձարկումները։ Հիմա ավելի երկար են ուսումնասիրում նախագիծը, մինչև դրա նախնական ֆինանսավորմանը համաձայնություն տալը։ Ընթացակարգային մասը միայն տևում է 6 ամիս։ Այսինքն ակնհայտ էր արդեն այն ժամանակ, որ ինստիտուցիոնալ հիմքեր են ստեղծվում անգործությունը արդարացնելու համար։ Ուղղակի ակնհայտ էր։ Պարզ էր, որ իրենք նպատակ չունեն այս փողերը ծախսելու։ Հարևան Ադրբեջանը, չնայած տարատեսակ մեծ ու փոքր ուղիների բացման, առևտրի ու խաղաղության մասին զրույցներին ամեն տարի նոր պայմանագրեր է կնքում իսրայելական ու թուրքական ընկերությունների հետ, որոնց աջակցությամբ զարգացնում է սեփական ռազմաարդյունաբերական համալիրը եւ ապահովում ինքնաբավությունը, թեկուզ հենց ռազմամթերքի արտադրության ոլորտում։ Այս ֆոնին կառավարության նշված որոշումն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Բիշկեկում ՀԱՊԿ անդամ երկրների դրոշների շարքում նաև Հայաստանի եռագույնն է։ ՀԱՊԿ անդամ երկրների բոլոր ղեկավարները ներկա են, Երևանն այս անգամ չի մասնակցում նիստին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է հայտարարում, Հայաստանը սառեցրել է կազմակերպությանն իր մասնակցությունը։ Մենք նրանց տեղեկացնում ենք բոլոր այն նյութերի եւ փաստաթղթերի մասին, որոնք քննարկվում եւ ընդունվում են քարտուղարության մակարդակով։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց չեն խոչընդոտում սահմանափակ ձևաչափով այդ փաստաթղթերի ընդունմանը։ Հայաստանն ըստ քաղաքագետների մանևրում է իշխանությունները ՀԱՊԿ տարբեր նիստերին չմասնակցելը դարձրել են իրենց համար ներքաղաքական խաղաթուղթ եւ արևմուտքին էլ փորձում են ցույց տալ, թե անկախ են Մոսկվայից, սակայն միևնույն ժամանակ պաշտոնական Երևանը դեռ չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Եթե այս ամենը ուղղված է անկախությանը եւ Հայաստանի
անկախությանը վնաս չի տալիս։ Ինչու՞ չեն լքում կազմակերպությունը լիովին։ Եթե այդ ամենը ի վերջո անվտանգությանը վնաս է տալիս, ինչու են իրականացնում այդ քաղաքականությունը։ Եվ եթե իրականում այս քաղաքականությունը բերում են իրեն, որ Հայաստանի կախվածությունը Մոսկվայից նվազում է, բայց որ կողմերից է նա ավելանում։ Մի կողմից իրենք ցույց են տալի արևմուտքին, որ իրենք այլևս ՀԱՊԿ-ի անդամ չեն, որովհետև հիշում եք, որ ըստ իրենց բացատրությունների արևմուտքում իրենց այդ հարցը տալիս են եւ խիստ դնում են այդ տարբերությունը, կամ դուք ՀԱՊԿ-ի անդամ եք եւ մենք ձեզ չենք համագործակցելու, կամ դուք ՀԱՊԿ-ի անդամ չեք։ Քաղաքականության իմաստն է, որ չի խզվում հարաբերությունները կողմերից ոչ մեկի հետ։ Մենք որ Հայաստանը փորձում է ինչ-որ ուրիշ մոդել էլի անվտանգային գտնի, բայց չկանում ինքը էֆեկտիվը մեծացել։ Մյուս կողմից էլ Հայաստանի իշխանությունները չեն մոռացել 2022-ին ադրբեջանական ագրեսիան, Հայաստանից տարածքներ օկուպացվեցին։ Ըստ քաղաքագետի Հայաստանի ՀԱՊԿ-ին մեկնած ձեռքը անպատասխան մնաց։ Եվ ապագայում դա շատ ավելի մեծ դեր կարա ունենա։ Ռուսաստանի համար որևէ մի երկրի ՀԱՊԿ-ից դուրս գալը դա շատ վատ նախադեպ է եւ ի վերջո Ռուսաստանը ինչ որ ձևաչափով պատասխան է տալու եւ կառավարությունը չեն ուզում առնչվեն այդ պատասխանի հետ։ Պուտինն առաջարկեց լայնածավալ ծրագիր սկսել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերը վերազինել ռուսական զենքով։ доказавшими свою эффективность. Դրանք ապացուցել են իրենց արդյունավետությունը իրական ռազմական գործողություններում։ Հիմա մենք տեսնում ենք, որ հիմնականում կշիռը տեսակարար ավելի շուտ ուղղված է դեպի արևմուտքից գնումների սպառազինությանը։ Հիմա եթե լինի ցանկություն հայկական կողմից ու ֆինանսական հնարավորությունները այդ ամենը չհիմնավորված լինի, ես կարծում եմ դա բանակցելու հարց է, այսինքն ինչ որ լուծումներ կարելի է գտնել։ Վերջապես Հայաստանը տեսականորեն կարա երկկողմանի շրջանակներում էլ Ռուսաստանի հետ այդ ամեն ինչը իրականացնի, բայց հնարավոր ես չեմ կարծում որ դա լինի, որտեղ էլ ասում եմ, այստեղ ավելի շուտ հայկական կողմը առանձնապես ցանկություն չունի, էլի այդ ուղղությունը զարգացնել Ռուսաստանի հետ։ ՀԱՊԿ Քաղաքական անվտանգության խորհուրդը ընդունել է հռչակագիր, ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված ակտիվ միջպետական երկխոսությունը։ ՀԱՊԿ կողմ է համապարփակ կարգավորմանը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը։ ՀԱՊԿ-ում նաեւ հույս ունեն, որ առաջիկայում հայկական կողմը որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով գերիների հարցին նշել է, որ այս պահին կա հաստատված 23 գերի, ունեցել են 200-ի հասնող գերի եւ ինչ որ պահի այս թիվը հասել է 0-ի, ասել է Սիմոնյանը, ընդգծելով վերադառնալու են բոլորը, այդ թվում Արցախի նախկին ղեկավարները։ Վերադառնալու են բոլոր այն մարդիկ, ովքեր որ գերեվարվել են կամ հայտնվել են այսօր ընդդեղի բանտերում։ Մեր իշխանությունը ամեն ինչ արել է եւ անելու է, որ բոլորը անխտիր վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շինարարությունը, որի տարեկան թողունակությունը կազմում է մինչև 15 միլիոն տոննա, ակտիվորեն շարունակվում է, հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարը։ Նա նշել է, որ Հայաստանի հետ Աղվենդի սահման տանող երկաթուղային հատվածի կառուցումը կավարտվի 2026 թվականին։ Ադրբեջանը միաժամանակ աշխատում է Նախիջևանով անցնող մոտ 200 կիլոմետր երկարությամբ երկաթուղային հատվածի շինարարության վրա։ Այս գծի նախագծումն այժմ ավարտված է եւ շինարարությունը կսկսվի շուտով, նշել է նա։ Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ վերջին տարիներին էական բարեփոխումներ են արվել ռազմական կրթության ոլորտում, մասնավորապես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Նախարարը կոչ է անում երիտասարդներին ընդունվել ակադեմիա, ընդգծելով, որ սպայական կարիերան ապահովում է նաև բժշկական ծառայություն, ապահովագրություն եւ բարձր աշխատավարձ։ Պապիկյանը ներկայացրել է նաև Պաշտպան հայրենյաց ծրագրի արդյունքները։ Վերջին 2 տարիներին 4225 ժամկետայիններ դարձել են պայմանագրային զինծառայողներ 5 տարվա պայմանագրով։ Ծրագիրը ներառում է 6 ամիս ուսումնական զորամասում ծառայություն եւ այնուհետև 5 տարի պայմանագրային ծառայություն բարձր աշխատավարձով։ Հաջորդ տարվա հունվարի 1-ից կենսաթոշակառուներն անկանխիկ առևտրի դեպքում ավելի մեծ չափով հետվճար կստանան։ Առաջարկվում է 12%-ի փոխարեն հետվճարի չափը սահմանել 20%, ըստ այդմ 6000 դրամից այն կդառնա 10000 դրամ։ 2025 թվականի հոկտեմբերին այս ծրագրի շահառուների թիվը կազմել է 366432, ինչը 3.6%-ով ավելի է նախորդ ամսվա համեմատ։ Անկանխիկ գործարքների հանրագումարը կազմել է 14 միլիարդ 768 միլիոն դրամ։
Կառավարությունը հաստատել է ներքին գործերի նախարարության բյուջեի վերաբաշխման նախագիծը, որի համաձայն հատուկ նպատակային այլ նյութեր ծախսային հոդվածը կրճատվելու է ավելի քան 90 միլիոն դրամով։ Գործադիրը նախատեսում էր փրկարար ծառայության համար ձեռք բերել հակագազեր, հրդեհաշիջման փրփուր, արտակարգ իրավիճակներում կիրառվող սարքեր եւ գործիքների հավաքածուներ։ Դրանց փոխարեն սակայն կրճատված 90 միլիոն դրամով որոշվել է ձեռք բերել 10 նոր մոտոցիկլետ բարեկային ծառայության եւ 105 քառակուսի մետր մակերեսով շարժական ջրային տախտակամած ջրային բարեկային ծառայության համար։ Ինչու այդ գումարները պիտի տրվեն այնին, տրվեն այդ տեխնիկական միջոցների, մեզ այս պահին մենակ մոտոցիկլետն է պակաս, չեն կարողանում հրդեհները մարդիկ սանջամա եղան, նույնիսկ մարդը մահացել են տեղ այնի, դա կարելի է այդ վիճակում թողել այդ մարդկանց այդտեղից փողը տրել ու տալ ինչ-որ մոտոցիկլետների, չգիտեմ, պատերների եւ այլն։ Երևանում օգոստոսի 19-ից ներհամայնքային տրանսպորտում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ 438 անձանց նկատմամբ կայացվել են տուգանքի որոշումներ։ Ըստ այդմ 134 տուգանքի որոշում է կայացվել առանց տոմսի երթևեկելու համար, 5 որոշում այլ անձի արտոնությունից օգտվելու, 99 վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։ Միաժամանակ քաղաքացիներից ստացվել են 124 վարչական բողոքներ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ նախագահել է Սևծովյան տնտեսական համագործակցության մաքսային հարցերով աշխատանքային խմբի նիստը։ Ներկայացված փաստաթուղթը ներառել է տարածաշրջանային մաքսային համագործակցության խորացման, առևտրի եւ տարանցման դյուրացման, կարողությունների զարգացման, ապօրինի առևտրի դեմ պայքարի, թվային փոխակերպման եւ նորարարության, ինչպես նաեւ մաքսային օրենսդրության ու ընդհանցակարգերի ներդաշնակեցման առաջնահերթություններին համապատասխան գործողություն ծրագիր։ Երևանում փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի սահմանը 140-ից 400%-ով։ Հիդրոօթերոթաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տվյալներն են նոյեմբերի 17-ից 25 ընկած ժամանակահատվածում։ Մի շարք մասնագետներ խոսել են երկրում օդի աղտոտման խնդրից, քանի որ առաջիկայում չի սպասվում օդի մթնոլորտային տեղաշարժ մայրաքաղաքում, աղտոտման պատկերը կպահպանվի, նշել են մասնագետները։ Վերջին օրերին շատ խոսվում է չոր տերևների այրման հետևանքով առաջացած ծխի մասին։ Այս տարի պատասխանատու կառույցը չոր տերևների այրման փաստով կազմել է ընդամենը 15 վարչական արձանագրություն։ Այդուհանդերձ մասնագետները նշել են, որ մայրաքաղաքաբնակներն անհանգստանալու լուրջ պատճառներ չունեն, ի տարբերություն այն տարածքների, որտեղ այս պահին հրդեհներ կան։ Այրված տարածքներից կարող են արտանետվել գազեր եւ փոշի, որոնք կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար, բայց փաստացի տվյալներ, թե ինչպիսին է վիճակը, ինչ բաղադրություն է այս պահին այրվող հարակից տարածքներում, չեն կարող հնարավորինս փակ պահեն լուսամուծները, հնարավորինս քիչ գտնվեն ծխով աղտոտված տարածքներում, որոշակի անհանգստություններ, որոշակի առողջական խնդիրներ ունենալու դեպքում չզբաղվեն ինքնաբուժությամբ, անմիջապես դիմեն մասնագիտացված կառույց, հաշվի առնելով հետագա զարգացման հնարավոր ընթացքներ։ Սալոր, դեղց, խնձոր ու բալ է աճեցնում Արմենը, Զովունի 3 հեկտար իր հողատարածքում եկամտի աղբյուրն է։ Տևական ժամանակ դժգոհ է թունակի մկատների որակից, ասում է թանկ է գնում, բայց արդյունքը չի գոհացնում։ Այն ժամանակ ասենք մի 15-20 օրը մեկ կամ ամիսը մեկ էր սրսկում, հիմա 15 օրը պարտադիր պիտի սրսկես, որովհետև լվիճը շուտ կապում է։ Այն ֆերմերները, ովքեր չեն զբաղվում էկոգյուղատնտեսությամբ, ըստ մասնագետի պարտադիր թունակիմիկատներ են օգտագործում, իսկ դրանց ներմուծման օրենսդրությունը մեր երկրում թերի է, ասում է պետությունն արտերկրից ներմուծվող պարարտանյութերի համար փորձաքննություն չի պահանջում, լրացուցիչ այլ ընթացակարգ էլ օրենքը չի նախատեսում։ Պրեպարատների շատ կիրառության արդյունքում տվյալ հողատարածքում աճեցված մրգերը, բանջարեղենները, որոնք հետագայում կարող են հայտնվել մարդու օրգանիզմում, կարող են մարդու առողջության վրա բացասական ազդեցություն ունենալ, պնդում է փորձագետը։ Ծանր մետաղների ավելորդ կուտակումը ընդհանուր միջև նեյրոնային համակարգի խախտում, նյարդային համակարգի։ Ալերգիկ ռեակցիաներ, երբ որ մնացորդային կուտակումները ավելի շատ են, օրինակ աղերի տեսքով, նիտրատների տեսքով եթե դիտարկենք,
Մաղստամոքսային տրակտում որոշակի դժվարամարսելիության։ Վերջին անգամ ՍԱՏՄ-ն 2024-ին է թունաքիմիկատների մոնիթորինգ կատարել, ու մինչև այժմ դրա արդյունքները չեն հրապարակվել։ ՍԱՏՄ-ից վստահեցնում են միայն, որ ներկրվող թունաքիմիկատի պատշաճ վերահսկողություն իրականացնում են, իսկ տնտեսվարողները դժգոհում են, ոլորտում տեխնոլոգ մասնագետների պակաս կա, խորհրդատվության ու փորձի փոխանակման հնարավորություն չկա, իսկ համայնքներում իրազեկվածությունը ցածր է, հետևաբար խնդրի լուծման համար դեռևս երկար ժամանակ կպահանջվի։ Կոտայքի մարզի Արզնի բնակավայրում երկար տարիներ մաշված կոյուղատարերը իսկական գլխացավանք էին դարձել բնակիչների համար, իսկ հիմա ինտենսիվ աշխատանքներ են։ Մոտ 3 կիլոմետր կոյուղատար է անցկացվում ու որը իրականացվում է կառավարության ֆինանսավորմամբ, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Աշխատանքներն էլ իրականացվում են Արզնի համայնքի ղեկավարի գլխավորությամբ։ Ոնց որ լավ ալում, հա։ Փրկվում եք էլի։ Կարելի ասել գյուղի մոտ 500 մետր, 700 մետր երկարությամբ գյուղի մի քանի փողոցներում արդեն անցկացվել է այդ ամենը, հիմա էլ շարունակվում է։ Ամենակարևորը, որ խողովակները եվրոպական չափանիշներին համապատասխան է, ինչը երաշխիք է, որ այն մոտ 80 տարի կգործի, եթե ոչ ավելի, այդպես են ասում։ Նույնիսկ այն փողոցներով է անցկացվում կոյուղատարը, որին հարակից բնակվող բնակիչները երբեք չեն ունեցել։ Արդյունքում քաղաքացիները կկարողանան հանգիստ միանալ գլխավոր կոյուղատարին ու օգտագործել դրանք։ Տեղեր կա օգնում եք միասին դες։ Հապա պետք է օգնի, բայց խեղճ բնակիչը մենակ ոնց անի։ Բնակիչները դրական փոփոխությունների համար շնորհակալ են, վստահ, իրենց կյանքն ավելի կհեշտանա։ Ամանորին ընթառաջ Հայաստանի ներգնա տուրիստական շուկան կրկին բախվել է նույն խնդրին՝ բարձր գններ, սահմանափակ առաջարկներ եւ ամրագրումների գրեթե բացակայություն։ Շատերը փորձելով ամանորյա հանգիստ կազմակերպել Հայաստանի մարզերում բախվում են նույն պատասխանին՝ տեղեր չկան։ Նոր տարին տանը չդիմավորողների համար առաջարկվող հյուրանոցների թիվը քիչ է, իսկ որքան մոտենում է ամանորը, այնքան գներն աճում են։ Շատերը ամրագրումները սկսել են դեռ հոկտեմբերից, կանխատեսելով դեկտեմբերի գնաճը։ Օրինակ, դեկտեմբերի վերջի օրերին 2 գիշերը Դիլիջանում 360,000 դրամ է, 3 գիշերը 715,000 դրամ։ Վաճառը հիմնականում այն է, որ հյուրանոցները ուղիղ են վաճառքանում, տուրիստական ընկերությունների հետ չեն համագործակցում։ Ու այդ պատճառով իրենք ուղիղ վաճառքները անում են հաճախորդներին։ Տուրիստականները այդ փաթեթները չեն ստանում, իրենք էլ արդեն տեղամ տեղերը սպառված են դինում։ Ավելի մատչելի տարբերակ գտնելը գրեթե անհնար է։ Շուկայում զեղչային կամ նախնական ամրագրումների միասնական համակարգ գրեթե չկա։ Հյուրանոցները հաճախ հայտարարում են փաթեթները դեռ պատրաստ չեն։ Շուտով դեկտեմբերին առաջարկվող փաթեթները գալա ընթրիքով կրկնակի, եռակի, թանկ են լինելու։ Բուքինգի միջոցով էլ ամրագրումներ գրեթե չեն կարողանում կատարել, տեղերն արդեն սպառված են։ Այսանի միայն Սյունիքում կնախատեսենք Հայաստանի տարածքում։ Սպառվել է, թե հյուրանոցների հետ եք համագործակցում։ Միայն Սյունիքում ենք նախատեսում։ Այսինքն ես մարզերում չունենք, որտեղի սպառվի կամ չգիտեմ։ Փաթեթներ չեք առաջարկում։ Չէ։ Շուկայի մասնագետները գների աճը կապում են հետևյալ գործոնների հետ՝ անբավարար առաջարկ, մեծ պահանջարկ, վերահսկողության բացակայություն, հյուրանոցների ինքնաբավ գնային քաղաքականություն, տուրիստական ընկերությունների սահմանափակ գործիքակազմ։ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի ղեկավարի խոսքով վերահսկողությունը պետական քաղաքականություն է, որը պետք է ամրագրվի սահմանադրությամբ։ Արդյոք վերահսկող մարմինը չի կարող միջամտել խնդիրը լուծելուն, քանի որ շուկան ազատ է ինքնակարգավորվող։ Վերահսկողություն բացարձակ չկա, ասում են շուկան ազատ շուկա է, այսինքն իրենք ինչպես ուզում են, այդպես էլ աշխատում են։ Եվ պետությունը չի կարող գները ինքը սահմանել։ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի նախագահի խոսքով համեմատաբար մատչելի են դառնում արտերկիր ուղղությունները, օրինակ դեպի Եգիպտոս՝ կես միլիոնից մինչև 1 միլիոն դրամ, Վրաստան մինչև 7-օրյա հանգիստ ավելի ցածր գնով։ Նույնիսկ Երևանի եւ Թբիլիսիի հյուրանոցների գները համեմատելիս երևում է Երևանում գներն առնվազն 20%-ով ավելի բարձր են, իսկ եթե համեմատենք Ծաղկաձորի հետ, բազմապատիկ ավելի։